Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջոել Մարտինը։ Ողջույն Ջոել։ Բարև, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, ես լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Այսօր ինձ պարզապես հրաշալի եմ զգում։ Սա իմ վերջին օրն է Երևանում։ Արամ Խաչատրյան համերգասրահում ազգային կամերային նվագախմբի հետ ունեցած հրաշալի համերգից հետո։ Անցած շաբաթն իսկապես բացառիկ էր ինձ համար, եւ հիմա ամենադժվար պահը մեկնելուն պատրաստվելն է, քանի որ անկեղծ ասած չեմ ուզում հեռանալ, ուզում եմ մնալ այստեղ։ 4 օր հետո Վենետիկում ջազային կոմիտաս համերգային ծրագրի շրջանակում նոր համերգ ունեմ, ուստի պետք է պատրաստվեմ դրան։ Այնուհետև նույն ծրագրով համերգ կունենանք նաև Լոնդոնում նվագախմբի հետ, իսկ դրանից հետո հուսով եմ վերջապես տուն կհասնեմ։ Սա իսկապես հրաշալի շրջան է իմ կյանքում, եւ ես անչափ երջանիկ եմ այստեղ լինելու համար։ Երևանում ինձ թվում է, թե ես տանն եմ։ Այո, դա հրաշալի է այն մարդկանց համար, ովքեր ձեզ չեն ճանաչում։ Կարող եք մի փոքր պատմել ձեր մասին։ Դե ես դաշնամուր եմ նվագում արդեն ավելի քան 50 տարի։ Թեև արտաքուստ դա չի երևում, բայց այդպես է։ Ես սկսել եմ որպես դասական դաշնակահար եւ մինչ օրս շարունակում եմ այդ ուղին, քանի որ դասական կրթությունը ու տեխնիկան քեզ հետ են մնում ամբողջ կյանքում։ 18 տարեկանում 1985 թվականին դարձել եմ Վան Կլայբերնի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի կիսաեզրափակչի մասնակից։ Հաջորդ տարի Զուբին Մեթայի ղեկավարությամբ ելույթ եմ ունեցել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Իմ երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրությունների թիվն արդեն անցել է 300-ը։ Տվել եմ անհամար ջազային համերգներ, ստեղծագործություններ եմ գրել նվագախմբերի եւ խոշոր բենդերի համար։ 13 տարի աշխատել եմ որպես դաշնակահար եւ երաժշտական բաժնի տնօրեն, Գրեմմի հնգակի մրցանակակիր Քեթլին Բեթլի հետ։ Աշխատել եմ նաև օպերային լեգենդ Ջեսի Նորմանի հետ։ Բացի այդ, համագործակցել եմ Դիսնեյի, Ալան Մենկենի, Սթիվի Ուանդերի եւ բազմաթիվ այլ նշանավոր արվեստագետների հետ։ Այդ ցանկը անկեղծ ասած կարելի է շատ երկար շարունակել։ Այս ամենը շարունակվեց մինչև 2019 թվականը, երբ Նյու Յորքի Քուինս շրջանում կայացած մի ճակատագրական ընթրիքի ժամանակ առաջին անգամ ծանոթացա ջազային կոմիտաս նախագծին եւ մի մարդու, որի մասին մինչ այդ բացարձակապես ոչինչ չգիտեի։ Այդ հանդիպումն էլ փոխեց շատ բաներ իմ կյանքում ու ստեղծագործական ուղում։ Իսկ ինչպես առաջին անգամ իմացաք Հայաստանի մասին, ինչպես ծանոթացաք մեր երկրին։ Դա մի բախտորոշ երեկո էր Նյու Յորքի Քուինսի շրջանում։ Ռուսական, հունական եւ հայկական համայնքների ներկայացուցիչները խնջույք էին կազմակերպել։ Այնտեղ փոքրիկ դաշնամուր կար եւ ինձ խնդրեցին նվագել։ Ես կատարեցի Բրամսի եւ Բեթհովենի ստեղծագործություններից մի քանիսը։ Այդ ժամանակ ինձ մոտեցավ Էմմա Առաքելյանը եւ ասաց. «Դուք այս երաժշտությունն այնքան լավ եք նվագում, պետք է նաեւ կոմիտաս նվագեք»։ Ես զարմացած հարցրի. «Ինչ է կոմիտասը»։ Նա անմիջապես ուղղեց ինձ ասելով. «Դա ինչ չէ, այլ ով»։ Այդպես առաջին անգամ լսեցի կոմիտասի մասին։ Էմման պատմեց նրա կյանքի ու գործունեության մասին, թե ինչպես էր նա հավաքագրել եւ նոտագրել հազարավոր հայկական ժողովրդական երգեր։ Ես տպավորվեցի այդ պատմությունից եւ մտածեցի, որ խոսքը բացառիկ մարդու մասին է, ով հսկայական ներդրում է ունեցել մշակույթի պահպանման գործում։ Հետո վերադարձա իմ սովորական կյանքին, համերգների, ձայնագրությունների եւ շրջագայությունների։ Սակայն մոտ 3 ամիս անց Նյու Յորքում մասնակցում էի համերգի, որտեղ տարբեր կատարողներ ներկայացնում էին դասական ստեղծագործություններ։ Այդ ժամանակ մի հայ երգչուհի բեմ բարձրացավ եւ կատարեց կոմիտասի մի կարճ ստեղծագործություն։ Ես նստած էի դահլիճում եւ մտածում էի, ինչ երաժշտություն է սա։ Համերգից հետո կրկին լսեցի կոմիտասի անունը եւ այդ անունը սկսեց անընդհատ պտտվել մտքումս։ Եվս 3 ամիս անց, երբ վերջապես մի ազատ օր ունեցա, որոշեցի լսել կոմիտասի երաժշտությունը։ Անկեղծ ասած մտածում էի, գուցե ինձ նույնիսկ դուր չգա, բայց գոնե կիմանամ, թե ինչի մասին է խոսքը։ Բացեցի YouTube-ը եւ սկսեցի լսել։
Այն, ինչ պետք է տևեր ընդամենը 15 րոպե, վերածվեց 2 ժամի։ Ես ամբողջությամբ կլանված էի այդ երաժշտությամբ։ Երբ աղջիկներս դպրոցից վերադարձան տուն, նրանց նստեցրի կողքիս ու ասացի. «Դուք գիտեք, թե ինչ երաժշտություն եմ լսում եւ ինչ արտիստների հետ եմ աշխատում, բայց հիմա ուզում եմ, որ սա էլ լսեք»։ Մենք միասին սկսեցինք լսել Կոմիտասի ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական երաժշտությունը։ Այդ ժամանակ իմ կրտսեր դուստրը Զոյան ասաց. «Վայ հայրիկ, կարծում եմ դու այս երաժշտությամբ ալբոմ ես ձայնագրելու»։ Ես ժպտացի ու պատասխանեցի. «Գիտես, ես էլ եմ այդպես կարծում»։ 4 ամիս անց արդեն պատրաստ էր իմ ամբողջական ալբոմը՝ Ջազային Կոմիտաս, կրակի գիրք։ Այդ ժամանակ գտնվում էի վերջնական ձայնային մշակման փուլում, բայց կանգ առա, որովհետև հասկացա, որ չեմ կարող ավարտել աշխատանքը, քանի որ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեմ։ Մինչ այդ պարզապես բացում էի Կոմիտասի նոտաների ժողովածուները, ուսումնասիրում երաժշտությունը, եւ այն ինքն էր ինձ հուշում, թե ինչ անել։ Ես ձայնագրում էի դրանք, բայց Հայաստանի մասին պատկերացում չունեի։ Այդ ժամանակ զանգահարեցի միակ-հային, ում ճանաչում էի, Էմմային, եւ ասացի. «Պետք է գամ Հայաստան, բայց քեզնից բացի այնտեղ ոչ ոքի չեմ ճանաչում»։ Այդ օրերին Երևանում անցկացվում էր համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովը, եւ Էմման ասաց. «Պարզապես արի, մնացածը տեղում կհասկանանք»։ Ես ընտանիքիս հայտնեցի, որ մեկնում եմ Հայաստան, եւ նրանք անմիջապես մտածեցին, թե խելքս թռցրել եմ։ Ասում էին՝ «Դու գնում ես Հայաստան հիմա»։ Ես պատասխանեցի՝ «Այո, պետք է գնամ»։ 2 շաբաթ անց նստեցի ինքնաթիռ եւ եկա Երևան։ Ոչինչ չգիտեի, բայց երբ իջա ինքնաթիռից, առաջին միտքը, որ անցավ գլխովս, հետեւյալն էր. ես տանն եմ։ Դա ամենատարօրինակ զգացողությունն էր, որ երբևէ ունեցել եմ։ Նման բան չեմ զգացել աշխարհի որևէ այլ վայրում, նույնիսկ այնտեղ, որտեղ ապրել եմ։ Երբ տաքսիով անցնում էի Երևանի փողոցներով, անընդհատ մտածում էի. ես ճանաչում եմ այս վայրը։ Թեև առաջին անգամ էի այստեղ, ամեն ինչ անսովոր կերպով հարազատ էր թվում։ Հայաստանում անցկացրած այդ շաբաթն ամբողջությամբ փոխեց ինձ։ Այն փոխեց իմ կյանքը, մտածողությունն ու աշխարհընկալումը։ Եթե ժամանակ ունենք, կարող եմ պատմել այդ պատմությունը։ If we have a moment, I can tell you this story. Yes, you can. Այո, կարող եք պատմել։ The WCIT convention was in full effect. Այդ օրերին Երևանում ընթանում էր համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովը, եւ ես հրավիրված էի մասնակցելու գալա երեկոյին։ Այնտեղ ներկա էին Սերժ Թանկյանը, բազմաթիվ խոշոր գործարարներ եւ ոլորտի հայտնի ներկայացուցիչներ։ Ես նստած էի մի սեղանի շուրջ եւ անկեղծ ասած չէի ճանաչում ներկաներից շատերին։ Ավելի ուշ իմացա, որ նրանց թվում էին Հայաստանի ամենահաջողակ գործարարներից մի քանիսը, նրանցից մեկը Աշոտ Հովհաննիսյանն էր։ Նա նստեց կողքիս, նայեց ինձ ու հարցրեց. «Ով եք դուք եւ ինչ եք անում այստեղ»։ Ես պատասխանեցի. «Ես Ջոել Մարտինն եմ, դաշնակահար Նյու Յորքից»։ Նա ժպտաց ու ասաց. «Հետաքրքիր է, ես էլ եմ դաշնամուր նվագում»։ Ես էլ ասացի. «Աշխատում եմ Ջազային Կոմիտաս նախագծի վրա»։ Նա ասաց. «Ուրեմն Կոմիտաս, պատմեք ինձ այդ Կոմիտասի մասին»։ Այդպես մոտ 25 րոպե խոսեցին Կոմիտասի, նրա երաժշտության եւ իմ նախագծի մասին։ Քիչ անց վերադարձավ Էմմա Առաքելյանը։ Նրանք սկսեցին զրուցել, իսկ որոշ ժամանակ անց ինձ ասացին. «Ջոել, վաղը երեկոյան գալու եք իմ տուն եւ նվագելու եք Ջազային Կոմիտաս։ Մենք ավտոբուս ենք պատրաստելու ձեզ համար»։ Հաջորդ օրը գնացի պայմանավորված վայր։ Այնտեղ ինձ սպասում էր մեծ ավտոբուս։ Մեկը մոտեցավ ու ասաց. «Դուք երևի Ջոել Մարտինն եք»։ Ես պատասխանեցի. «Այո»։ Նա ասաց. «Ձեր ավտոբուսն այստեղ է»։ Շուտով շուրջ 16 մարդ նստեց ավտոբուս։ Ես նրանց հարցրի. «Գիտեք թե ինչու եք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Ոչ, Էմման պարզապես ասել է, որ Գառնիում հավաքույթ է լինելու»։ Եվ հարցրել է. «Կուզեն մասնակցել»։ Բոլորը համաձայնել էին։ Երբ հասան Գառնի, արդեն գիշեր էր։ Լեռներում ճանապարհը բավականին տպավորիչ էր, շուրջ բոլորը մութ էր, գրեթե ոչինչ չէր երևում։ Իսկ ճանապարհը շատ նեղ էր։ Այդ ճանապարհի վերջում գտնվում էր Աշոտ Հովհաննիսյանի տունը։ Նա կազմակերպել էր հրաշալի ընթրիք հայկական համեղ ուտեստներով։ Ընթրիքից հետո հայտարարեց. «Ջոել Մարտինը եկել է Նյու Յորքից եւ այժմ մեզ համար կկատարի Ջազային Կոմիտաս»։ Դա առաջին անգամ էր, երբ ես մարդկանց առջև կատարում էի Կոմիտասի ստեղծագործությունների իմ ջազային մշակումները։ Անկեղծ ասած շատ էի հուզվում, որովհետև դա մեծ պատասխանատվություն էր եւ ուզում էի ամեն ինչ լավագույն ձևով ներկայացնել։ Որպես օտարերկրացի գալիս ես մի երկիր, որտեղ բոլորը ճանաչում եւ սիրում են այդ երաժշտությունը,
իսկ հետո կանգնում ես նրանց առջև, այն քո մեկնաբանությամբ ներկայացնելու համար։ Բնականաբար, ես շատ հուզված էի։ Ես պարզապես փակեցի աչքերս և սկսեցի նվագել։ Մոտ 20 րոպե անց, երբ ավարտեցի, սենյակում լռություն էր։ Սկզբում մտածեցի, թե ինչ-որ բանային չէ, բայց հետո հասկացա, որ մարդիկ լաց էին լինում։ Այդ տեսարանը հուզեց նաև ինձ, և շուտով մենք բոլորս միասին լացում էինք, հետո կրկին նվագում, կրկին հուզվում, հետո ծիծաղում։ Այդ ընթացքում մինչև Նյու Յորք վերադարձից թռիչքը մնացել էր ընդամենը 9 ժամ։ Երբ հասա Գառնի, արդեն կեսգիշերն անց էր, իսկ տուն վերադարձանք առավոտյան մոտ 5-ին։ Փաստորեն ընդամենը 1 ժամ ունեի պատրաստվելու և օդանավակայան գնալու համար։ Բայց այդ գիշերը փոխեց ինձ։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ սա է այն ճանապարհը, որով պետք է գնամ։ Վերադարձա Նյու Յորք և մտածեցի. հիմա ես գիտեմ, թե ինչու եմ ստեղծում այս ալբոմը։ Ավելի ուշ թողարկվեց ջազային Կոմիտաս կրակի Կիրք ալբոմը։ Դրան հաջորդեց հնգամսյա լայնածավալ գովազդային արշավ, և Ամերիկայի շուրջ 200 ռադիոկայաններ սկսեցին պարբերաբար հեռարձակել այդ երաժշտությունը։ Տասնյակ հաղորդումներ և պոդքասթներ էին նվիրվում նախագծին, որովհետև մարդիկ ցանկանում էին հասկանալ, ինչպես է այս պատմությունը սկսվել և ինչ է թաքնված այդ երաժշտության հետևում։ Ես միշտ անկեղծ եմ պատմում այդ ամենի մասին, որովհետև դա իրական պատմություն է։ Կան մարդիկ, որոնք եղել են այդ երեկոյին և կարող են հաստատել այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Այդ գիշերը փոխեց իմ կյանքը, ես այլևս երբեք նույն մարդը չէի լինելու։ Էմման, Աշոտը և այն մարդիկ, որոնք այդ երեկո ինձ հետ էին Գառնիում, դարձան իմ ամենամոտ ընկերները։ Նման ընկերություն ես նախկինում երբեք չէի ունեցել։ Դա վաղուց արդեն միայն երաժշտության կամ Կոմիտասի մասին չէ, դա մարդկանց վստահության և բարեկամության մասին է։ Հայաստանից ես սովորեցի մի բան, որը դժվար է գտնել աշխարհի շատ վայրերում՝ անկեղծ մարդկային կապի արժեքը։ Երբ քայլում եմ Երևանում, լինեմ Լոռիում, Գեղարդում կամ Խորվիրապում, միշտ զգում եմ, որ գտնվում եմ ինձնից շատ ավելի մեծ բանի ներկայության առջև։ Այդ զգացողությունն ինձ խաղաղություն և երջանկություն է տալիս։ Ես ինձ շատ բախտավոր և օրհնված եմ համարում, որ կյանքի այս փուլում հանդիպեցի Հայաստանին։ Սկզբում մտածում էի, որ մեծ պատասխանատվություն է ներկայացնել մի երաժշտություն, որը միլիոնավոր մարդիկ գիտեն ու զգում են իրենց սրտով, բայց հետո հասկացա, գուցե ես այն չգիտեմ այնպես, ինչպես հայերն են ճանաչում, սակայն հաստատ զգում եմ այնպես, ինչպես նրանք են զգում։ Կոմիտասի երաժշտությունն ինձ հետ խոսեց առաջին իսկ վայրկյաններից։ Դա այն երաժշտություն է, որը ժամանակի ընթացքում չի մարում, այլ ավելի է խորանում և գեղեցկանում, ինչպես մեծ արվեստը, մեծ սերը կամ իսկական ընկերությունը, այն տարիների ընթացքում միայն ավելի արժեքավոր է դառնում։ Երբեմն ինձ հարցնում են, թե ինչու եմ այսքան նվիրված այս գործին։ Պատասխանը շատ պարզ է։ Ես ուզում եմ, որ աշխարհը ճանաչի այն, ինչ ես բացահայտեցի։ Շատ մարդիկ նույնիսկ չգիտեն, որ դրա կարիքն ունեն։ Երբ այս երաժշտությունը ներկայացնում եմ Ամերիկայում, մարդկանց արձագանքները զարմանալի են լինում։ Նրանք հուզվում են, արտասվում։ Խոսքը նույնիսկ 70-80 տարեկան մարդկանց մասին է, որոնք համերգից հետո մոտենում են ինձ և ասում. «Մենք երբեք նման երաժշտություն չենք լսել։ Ո՞վ էր Կոմիտասը։ Ինչ երաժշտություն է սա։ Մենք գիտենք, որ Հայաստանը գոյություն ունի քարտեզի վրա, բայց հիմա ուզում ենք ավելին իմանալ այդ երկրի մասին»։ Who is this man? What is this music? Yeah, I know Armenia is on a map, but tell us more. Ջոել, դուք նաև նշել եք, որ Կոմիտասի երաժշտությունը օգնել է ձեզ քաղցկեղի դեմ պայքարի ընթացքում և բուժել։ Կպատմեք այդ պատմությունը։ 2.5 years ago, almost 3 years ago, I started getting sick. Մոտ 3 տարի առաջ սկսեցի առողջական խնդիրներ ունենալ։ Սկզբում կարծում էի, թե սովորական մրցակցություն է։ Այդ ընթացքում Երևանում համերգ ունեցա Դվին երաժշտական սրահում, մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Բայց օրեցօր ավելի էի թուլանում։ Երբ հասա համերգի օրվան, արդեն հազիվ էի քայլում։ Այնուամենայնիվ շարունակում էի աշխատել, համերգներ տալ և ձայնագրություններ անել, սակայն վիճակս գնալով վատանում էր, և սեպտեմբերի սկզբին արդեն նույնիսկ դժվարությամբ էի շնչում։ Կինս շտապ ինձ հիվանդանոց տարավ։ Բժիշկները հայտնաբերեցին երկկողմանի թոքաբորբ և արյան վարակ։ Նույնիսկ բուժումից հետո շարունակում էի արագ նիհարել, կորցրել էի մոտ 32 կիլոգրամ։ Բազմաթիվ հետազոտություններից հետո ինձ այցելեց ուռուցքաբանը։ Մենք պարզեցինք, որ փայծաղս չափազանց մեծացել է։
ինչը լուրջ մտահոգության պատճառ էր։ Լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց փայծաղի մարգինալ գոտու լիմֆոմա, արյան քաղցկեղի հազվադեպ տեսակ։ Երբ լսեցի ախտորոշումը, առաջին միտքս այն էր, թե ինչ եմ անելու իմ բոլոր ծրագրերի, համերգների եւ նախագծերի հետ։ Բժիշկներն առաջարկեցին անցնել քիմիոթերապիայի ինտենսիվ բուժման կուրս։ Քիմիոթերապիան շատ ծանր փորձություն էր։ Մարդիկ հաճախ չեն պատկերացնում, թե որքան դժվար է այդ ճանապարհը։ Օրեր կային, երբ գրեթե անկողնուց չէի կարողանում վեր կենալ, բայց նույնիսկ այդ վիճակում մի բան հստակ գիտեի. ես պետք է շարունակեմ երաժշտություն ստեղծել։ Այդ ժամանակ արդեն ունեի ջազային կոմիտաս նախագծի մի քանի գաղափարներ։ Ասացի, եթե չեմ կարող դուրս գալ ու աշխատել, ապա աշխատանքը կբերեմ ինձ մոտ։ Տանը ստեղծեցինք ձայնագրման փոքրիկ անկյուն, համակարգչով, ստեղնաշարով եւ անհրաժեշտ սարքավորումներով։ Այդպես սկսեցի աշխատել անմիջապես անկողնուց։ Իհարկե, ամբողջ ժամանակ անկողնում չէի, շարունակում էի հնարավորության սահմաններում ապրել բնական կյանքով, ընտանիքիս կողքին լինել, երեխաներից դպրոց տանել, բայց բուժման ամենածանր օրերին երաժշտությունն էր, որ ուժ էր տալիս։ Հենց այդ շրջանում սկսվեց իրական ներքին ապաքինումը։ Ես իսկապես զգում էի, որ Կոմիտասի երաժշտությունը, բուժումը, բժիշկների աշխատանքը, ընտանիքիս աջակցությունը, ընկերներիս աղոթքներն ու հավատքը միասին օգնում են ինձ հաղթահարել այդ ճանապարհը։ 9 ամիս առաջ հերթական հետազոտություններից հետո բժիշկներն ասացին, որ քաղցկեղի հետքեր այլևս չեն հայտնաբերվում։ Անցել էի բոլոր հնարավոր ստուգումները եւ արդյունքները լավ էին։ Ուռուցքաբանս ինձ ասաց. գնացեք եւ ապրեք ձեր կյանքը։ Այդ խոսքերը երբեք չեմ մոռանա։ Այդ ժամանակ հասկացա, որ քաղցկեղն ինձ շատ կարեւոր դաս է տվել։ Մեզ համար երաշխավորված է միայն այսօրը։ Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի։ Եվ եթե քեզ տրված է ապրելու հնարավորություն, պետք է այն լիարժեք օգտագործես։ Ես հավատում եմ, որ իմ ապաքինման ճանապարհին մեծ դեր ունեցան բժիշկները, բուժումը, ընտանիքս, ընկերներս, իմ հավատքը եւ իհարկե երաժշտությունը։ Չեմ վախենում ասել, որ ջազային կոմիտասը նույնպես այդ ճանապարհի կարևոր մասն էր։ Շատերը փորձում են այս ամենը բաժանել առանձին մասերի՝ բժշկություն, հավատք, երաժշտություն, մարդկային աջակցություն, բայց իմ փորձը ցույց տվեց, որ դրանք անբաժանելի են։ Դրանք բոլորը միասին են օգնում մարդուն հաղթահարել ամենադժվար փորձությունները։ Այսօր, երբ բեմ եմ բարձրանում, այդ մասին սովորաբար չեմ խոսում, բայց ներսումս միշտ կա այդ զգացողությունը՝ երախտագիտություն։ Երախտագիտություն կյանքի, ընտանիքիս, ընկերներիս, երաժշտության եւ այն հնարավորության համար, որ դեռ այստեղ եմ եւ կարող եմ շարունակել նվագել։ It's like I get to give thanks for being alive. Yes. For this music, yeah. Also, you call you, oh, no. No, it's okay. Ամեն ինչ լավ է։ Yeah, it's okay. Դուք կարող եք ջուր խմել։ It's life. Yes, it's life. You know, and you can't always put on. Այո, սա պարզապես կյանքն է։ Գիտեք, միշտ հնարավոր չէ լինել ուրախ։ Մենք հաճախ դա անում ենք, որովհետև ստիպված ենք, բայց ես սովորել եմ, որ ավելի ճիշտ է պարզապես լինել անկեղծ, ապրել եւ արտահայտել այն, ինչ իրականում կա ներսում։ Ես կնախընտրեմ ապրել ամբողջությամբ, քան ձևացնել։ Կնվագեմ, կարտահայտեմ այն ամենը, ինչ զգում եմ, որովհետև դա է ինձ համար երաժշտության իմաստը։ Ես չեմ վախենում մի քանի արդյունքներից, բայց երբ ես Երևանում եմ, միշտ ունենում եմ մի շատ խաղաղ, շատ հանգիստ զգացողություն։ Դա շատ գեղեցիկ զգացում է։ Այստեղ ամեն ինչ պարզապես ճիշտ է զգացվում։ It's very beautiful. So, it's okay. Yes, այո, ամեն ինչ լավ է։ Ի վերջո սա կյանք է։ Դուք նաև ձեզ անվանել եք հայ սեփական ընտրությամբ։ Ինչ նկատի ունեք դրանով։ Well, I didn't even know that they even had a term called this. Actually, Ես նույնիսկ չգիտեի, որ կա նման արտահայտություն։ Իրականում ինչ որ մեկն ասաց ինձ. «Դուք հայ եք սեփական ընտրությամբ», եւ ես ասացի. «Այո, երևի այդպես է»։ Բայց եթե անկեղծ լինեմ, ես չեմ կարծում, որ դա ընտրություն էր։ Կարծում եմ դա պարզապես ինձ տրվեց, եւ վերջին տարիների փորձառությունները միայն ավելի ամրապնդեցին դա։ Ես հավատում եմ, որ կյանքում մենք միշտ ընտրություն ենք անում։ Ամեն իրավիճակում կա կամ այս ուղղությունը, կամ այն ուղղությունը։ Միջին տարբերակ գրեթե չկա։ Եվ այդ պահին մարդը գործում է իր ինտուիցիայով, զգացողությամբ, փորձով։
Ինձ համար դա պարզապես ճիշտ ճանապարհ էր։ Ես պետք է այդ ճանապարհով գնայի, սկսած այն բանից, երբ առաջին անգամ YouTube-ով լսեցի Կոմիտաս եւ հայկական երաժշտություն, եւ տարիներ անց այդ զգացումը չի փոխվել։ Մի ճշմարտություն ասեմ, երբ իմացա, որ քաղցկեղ չունեմ, դա փոխեց իմ ամբողջ աշխարհընկալումը։ Մի պահ մտածեցի, որ գուցե ժամանակն է պարզապես հանգստանալու, դադարեցնելու, վայելելու կյանքը։ Բայց Էմման ասաց ինձ մի բան. դու չես դադարելու նվագել։ Դա անհնար է, դու պարտավոր ես դա անել, եւ նա ճիշտ էր։ Ես հասկացա, որ չեմ կարող կանգ առնել, որովհետեւ սա է իմ ճանապարհը։ Սա այն է, ինչ պետք է անեմ, ոչ թե Դիսնեյի, ոչ թե հայտնի անունների, այլ հենց երաժշտության համար։ Եվ առաջին անգամ 50 տարվա ընթացքում ես իսկապես գտա ինձ։ Ջազային Կոմիտասը ես եմ։ I found me. Jazzgo Komitas, Jazzgo, that's me. Thank you very much. Այսպիսով շնորհակալություն այս հետաքրքիր հարցազրույցի համար եւ շնորհակալություն, որ այսօր այստեղ Thank you եք։ for having me. Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, իսկապես մեծ պատիվ է այստեղ լինել։ Շուտով դուք կտեսնեք Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցած համերգի տեսագրությունը։ Այն հրաշալի երեկո էր, որովհետև ամեն ինչ պարզապես իր տեղում էր։ Ճիշտ մարդիկ, ճիշտ էներգիա, ճիշտ պահ։ Դահլիճում մոտ 1100 մարդ էր ներկա։ Դա անչափ մեծ եւ արժեքավոր նվեր է, որպես երաժիշտ նման ընդունելություն ստանալ։ Գիտեք, այդ մարդկանց մեծ մասը, ովքեր գուցե նույնիսկ չգիտեին ինչ է ջազային Կոմիտասը, պարզապես եկել էր, որովհետև հետաքրքիր էր։ Բայց մենք բոլորս այդ երեկոյի արդյունքում դարձանք մի փոքր ավելի լավ մարդիկ։ Անցած գիշեր ես գնացի մթերային խանութ, հանկարծ մի կին մոտեցավ ինձ։ Կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց հետո շրջվեց ու սկսեց հեռանալ։ Ես ասացի՝ «Բարև ձեզ»։ Նա կանգ առավ, շրջվեց ու ասաց՝ «Ջազային Կոմիտաս»։ Հետո նորից սկսեց գնալ։ Ես ասացի՝ «Սպասեք, ով եք դուք»։ Մենք սկսեցինք խոսել։ Նրա անգլերենը շատ լավ չէր, իմ հայերենը նույնպես, բայց միևնույն է, կարողացանք մի քանի րոպե շփվել։ Ես նույնիսկ ռուսերեն ասացի, շատ հաճելի է, ծանոթանանք։ Մենք այնքան երջանիկ էինք, մենք պարզապես խոսեցինք մի քանի րոպե։ Նա անգլերեն լավ չէր կարողանում խոսել, ես հայերեն, բայց մի քանի վայրկյան մենք մտքերով փոխանակվեցինք։ Եվ մեկ օր անց մենք նորից հանդիպեցինք, կեսգիշերին, մթերային խանութում։ Ես շատ ուրախ էի նրան տեսնել, նա նույնպես ուրախ էր հանդիպել ինձ։ Երբ դուրս եկա խանութից, մտածում էի. ահա սա է ամբողջի իմաստը կյանքի։ Սա է պատճառը, թե ինչու ջազային Կոմիտասը պետք է գոյություն ունենա։ Սա է նաև պատճառը, թե ինչու մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, կամուրջներ կառուցելու մարդկանց եւ մշակույթների միջև, որպեսզի կարողանանք ապրել ավելի լավ աշխարհում։ Գիտեք, սա այն ամենն է, ինչ մենք բոլորս ենք ցանկանում։ Եկեք իսկապես միասին գործենք, միասին որպես մարդիկ, եւ մենք կարող ենք իրականացնել այս ամենը։ Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, շնորհակալություն Հայաստանին, ինձ ընդունելու եւ հոգ տանելու համար, շնորհակալություն Երևանին, այս 7 տարիների ընթացքում ինձ տված ամենահիասքանչ հիշողությունների համար եւ նաեւ այն հիշողությունների համար, որոնք դեռ առջևում են։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Շնորհակալություն։ And memories yet to come. God bless you all and thank you. You're welcome. Yeah. Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, վստահ ենք, որ այս զրույցը ձեզ դուր կգա